նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին եւ այն թիմին, որը այս միջոցառումը կազմակերպելու համար ղեկավարել է պարոն Խաչատրյանը, կազմակերպելու համար այս աշխատաժողովը, որը կարծում եմ հաջող անցավ։ Ես սկզբից խոսում էի իմ բացման խոսքում մտածողության փոփոխության մասին եւ ես քննարկմանը ներկա լինելով եւ լսելով հաճույքով արձանագրեցի, որ մեր մտածողությունը արդեն իսկ փոխվում է եւ մեր մտածողությունը որոշակիորեն արդեն իսկ փոխվել է եւ իհարկե դա process է, որը կանգառ չունի, այսինքն անընդհատ պետք է տեղի ունենա։ Մենք կարծես թե սովորում ենք նաեւ կառավարություն մասնավոր հատված խոսել այլ ոճով, քան սովորաբար ընդունված է, խոսել այլ ձևաչափերով եւ շատ կարեւոր է նաեւ, որ ըստ էության շատ հարցերում արձանագրվեց ընդհանուր ըմբռնումը եւ ինչպես ճիշտ դիտարկում արվեց նույն ուղղությամբ նայելը, որը շատ կարեւոր է ընդհանրապես երկրի պետական շահի, ինչպես արդեն առիթ ունեցա նկատելու, տնտեսական զարգացման օրակարգը սպասարկելու համար եւ այս առումով իհարկե աշխատաժողովը կարեւոր է, որ հենց առաջինից հետո էլ ինքը ուղղակի հավաքվել խոսալու եւ հրաժեշտ տալու միջոցառում չէ, շատ ճիշտ նկատվեց այսօրվա խոսակցության արդյունքում ձևակերպվելու են կամ ճշգրտվելու են կամ ճշգրտվում են կառավարության աշխատանքի առաջիկա օրակարգերը, այն թեմաները, որոնց վրա մենք պետք է աշխատենք, մասնավորապես ներդրումային միջավայրի տնտեսական քաղաքականությունների, տնտեսական որոշումների կայացման առումով եւ նաեւ ինչպես արդեն առիթ ունեցա նշելու նոր տնտեսական դոկտրինի կամ նոր տնտեսական պարադիգմի մասին մեր պատկերացումների վրա կունենա եւ ունի արդեն էական ազդեցություն։ Ես ուզում եմ ընդհանրապես հետեւյալը ասել, որ տնտեսական մտածողության փոփոխություն ասածը ընդհանրապես մտածողության փոփոխություն է, որովհետև ի վերջո մարդու կենսագործունեությունը ինքը տնտեսական երևույթ է, տնտեսությունը մարդու կենսագործունեությունն է։ Ես ճիշտ է ընդգծելու համար ասացի բացման խոսքում, որ սպորտը տնտեսության ճյուղ է, մշակույթը տնտեսության ճյուղ է, բայց մեծ հաշվով ամեն ինչն է տնտեսության ճյուղ։ Տենց բան չկա, որ տնտեսության ճյուղ չի։ Եվ այս առումով, բայց մտածողության փոփոխության առումով ես կարծում եմ, որ մի քանի գործիքներ կան, որոնք մեզ համար այսօր արդեն նոր տարածքներ են բացում։ Մասնավորապես ներդրումային միջավայրի տնտեսական հարաբերությունների առումով ես հիշում եմ, որ 2018 թվականին, երբ որ մեր քննարկում էինք, թե որն է տնտեսական հեղափոխության այն գործիքները, որոնք են, որ մենք պետք է կիրառենք, դրանցից առաջնայինը դիտարկել ենք եւ այսօր էլ դիտարկում ենք կապիտալի շուկայի զարգացումը, որովհետեւ ընդհանրապես դա փողը կառավարելու եւ սեփականություն հասկացության բոլորովին ուրիշ դիտանկյուն է եւ կարծում եմ, որ մենք իմիջ այլոց քաղաքական փոփոխությունները ավելի տևական եւ հիմնարար են այն պարագայում, երբ որ իրանք տնտեսական մտածողության փոփոխությամբ են ուղեկցվում։ Հիմա մենք այդքան ժամանակ խոսում ենք կորպորատիվ կառավարման գործիքների ներդրման համար, տնտեսական մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ այս ծառնիմն է մտածողությունը բիզնեսում ընդհանրապես վերափոխվի։ Դրա համար շատ կարևոր է, որ կապիտալի շուկան զարգանա, որպեսզի մարդիկ հասկանան, որ համագործակցելը ավելի մեծ շահույթներ եւ եկամուտներ է բերում, քան ցանկապատներ քաշելը եւ այդ ցանկապատների հետևում խրամատավորվելը։ Եվ ճիշտն ասած, ինձ համար այսօրվա ամենակարևոր արձանագրումներից մեկը այն էր, որ մենք կապիտալի շուկայում այնուամենայնիվ ունենք զարգացումներ։ Ես օրինակ ուրախ եմ մի կողմից, բայց ես գիտեմ, որ պետք է այս կետում մենք ավելին ունենայինք, բայց ավելին ինչի չունենք, որովհետև կարգավորումների հետ մտածողություն, կարգավորումը փոխելը հեշտ է, մտածողություն փոխելն է դժվար։ Եվ այս առումով նաև հարկերի հետ կապված կուլտուրան
հարկի ընկալումը շատ կարևոր է, որ փոփոխություն տեղի ունենա։ Դրա հետ կապված եմ ես շատ ուրախ, ես տեսնում եմ, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում։ Իհարկե այդ փոփոխությունը տեղի ունենում նաև զուգընթաց այն բանին, երբ որ մարդը տեսնում է, որ իր վճարած հարկը եկավ վերադարձավ իր ոտքի տակ, ցեխը դարձավ ասֆալտ, մութը դարձավ լույս, ավերակ դպրոցը դարձավ նոր դպրոց եւ այլն եւ այդպես շարունակ, եւ այստեղ էլ մենք պետք է շարունակաբար գործիքը պետք է լինի հետեւողականությունը։ Հարկային քաղաքականության հետ կապված մենք շատ մտքեր ենք քննարկում, ընդհանուր կա միտք, որ մենք փորձագիտական ներուժ ձևավորենք եւ ընդունենք 10 տարվա հարկային օրենսգիր։ Ընդհանուր այսպիսի գաղափարներ կան, որոնք մենք պետք է նայենք, թե ինչքանով են իրատեսական, բայց երբեմն պետք է ուղղակի համարձակություն ունենալ քաղաքական որոշում կայացնել։ Ես օրինակ անկեղծ ասեմ, կարծում եմ, որ վերջին տարիներին մեր կուտակած գիտելիքը արդեն իսկ մեզ ընդհանուր մոտեցրել է այն շեմին, որից հետո մենք կարող ենք այդ որոշումը կայացնել։ Ընդունել հարկային օրենսգիր, ասել ես հարկային օրենսգիրքը 10 տարի չի փոխվելու, որովհետև միջազգային ներդրողների համար, երբ որ ես նրանց հարցնում եմ, ասում եմ, իսկ մեր կարգավորումների մասին ինչ կարծիքի եք, շատ հաճախ հնչում են տեսակետներ, որ ասում են, գիտեք ինչ կարգավորում ուզում եք տվեք, ուղղակի տվեք տեսադաշտ, թե ինչքան ժամանակ այդ կարգավորումը չի փոխվելու, եւ այս առումով իհարկե մենք այդ ուղղություններով մտածում ենք։ Մի հարցել եմ ուզում անդրադառնամ, խոսքը դրա մասին է, որ մենք 2018 թվականից մենք դրել ենք այդ խնդիրը, որ մենք մեր հայաստանյան փորձագիտական ներուժը պետք է զարգացնենք եւ նաեւ այն ժամանակ մենք խնդիրը ձևակերպում ենք, որ մեր բուհերը, մեր գիտահետազոտական ինստիտուտները պետքա մաքսիմալ ներգրավվածություն ունեն որոշումների կայացմանը։ Այսօր խոսվեց ոլորտային միությունների մասին եւ դա նույնպես մեզ համար լավ եւ հետաքրքիր ուղղություն է եւ խոսվեց նաեւ գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին։ Մենք այնտեղ մի շատ հետաքրքիր մոդել ներդրեցինք, երբ որ խոսք էր գնում նրա մասին, որ երբեմն կառավարությունը չունի գործիքներ եւ մասնագիտական կամ ներուժ կամ ժամանակ մասնավոր հատվածի տված գաղափարները հասկանալու, ընկալելու, մշակելու եւ արձագանքելու համար այնտեղ գաղափար առաջացավ, որը արդեն իրականություն է։ Մենք առաջարկեցինք, ասացինք, որպեսզի չստացվի, որ կառավարությունը ֆինանսավորում է մի բան, որի արդյունքը ինքը լավ չի պատկերացնում, եկեք ստեղծենք հիմնադրամ, մասնավորը ինչքան կներդրի, նույնքան էլ ներկներդրի կառավարությունը, եւ որի նպատակն է եղած գաղափարները, քաղաքականությունների մշակմանը մասնավոր հատվածին ներգրավելը եւ այդ խորհրդում արդեն իսկ դա իրողություն է, իհարկե արդյունքները դեռ պետք է սպասենք, որ տեսնենք, բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ մյուս ուղղություններով գուցե քննարկենք հնարավոր է այդպիսի տարբերակ։ Նույն ոլորտային ուղղությունն է, փոքր եւ միջին բիզնեսը։ Մեզ պետք են think tank-ներ, որոնք ունենան Ես օրինակ այդ գաղափարը կառաջարկեմ։ Եկեք ստեղծենք մարմին, որովհետև տեսեք ՓՄԾ հիմնադրամ եւ այլն, իրանք իրենց դերը կատարել են։ Բայց ես տպավորություն չունեմ, որ այդ կարգի մարմինները իրենք գործնականում աշխատում են, որովհետև իրենք չէ, բայց ուրիշ ֆունկցիա, բայց այդ ֆունկցիայի արդյունքները ինձ համար այդքան էլ տեսանելի չէ։ Ես ուրիշ բան կառաջարկեմ, նույն մոդել եկեք փորձենք կիրառել այդտեղ։ Ձևավորենք think tank կամ խորհրդատվական կամ իրավունքների պաշտպանության մի մարմին, ոլորտը ինչքան փող ներդնի, այնքան փող ներդնի կառավարությունը, թող վարձեն մասնագետներ եւ այդ օմբուդսմենի դերը կարող է ինքը կատարի։ Որպեսզի մենք տեսեք, որովհետև ինչի մասին խոսում ենք, խոսում ենք հաշտարարության մասին, առաջ ես ընդհանրապես լավատես չեմ այն բոլոր գործիքների եւ իդեաների նկատմամբ, մենք էլ մի հարց անում, ասում են, դե եկեք մի հատ նախարարություն ստեղծենք։ Եկեք հաստիկները ավելացնենք, ինչը որոշ դեպքերում իհարկե հասկանալի է։ Հիմա հաշտարարություն ենք անում, ասում ենք, դե Երևանում մի հատա, մարզերում մի հատա, կառավարության ներկայացուցիչն ասում է, դե այդքան հաստիկ պիտի բացենք եւ այլն, կարող է տեղել կարող գնանք նույն ճանապարհով, որովհետեւ այդ պետքա գործատուներին, այդ պետքա աշխատողներին, այդ պետքա կառավարությանը։ Եկեք այդ
կարող է համաֆինանսավորում պետք է տեղի ունենա, կարող է մենք ասենք մասնավոր հատված, այս պետք է քեզ, որ դատարաններում այդքան ոչ թե գնաք կոնֆլիկտի, այլ կոմպրոմիսի ճանապարհով։ Ինչքան դուք դնեք գումար ֆոնդ ստեղծեք, ել չեմ ասում, եթե պարզվի, որ այնքան գումար է ստեղծվում, որ էնդաումենտի տրամաբանությամբ հնարավոր է ալնում ինչ-որ բան անել, որ այդ փողը դնել այդտեղ ու տոկոսներով անընդհատ ֆինանսավորում։ Այնքան կառավարությունը դնի։ Ես մտածողության փոփոխություն, ասենք որոշ հատվածներում էլ մենք պետք է գնանք մտածողության փոփոխության, որովհետև այն, որ եկեք վարչական նոր հաստիկներ ստեղծենք, որ հետո բողոքենք վարչահարությունից, այդ կներեք մի քիչ հին մտածողություն է։ Եկեք ուրիշ կառույցներ ստեղծենք, որոնք վարչահարության չգան կառավարությանը բողոքեն, որովհետև ուզում եք մասնակցային, շատ լավ մասնակցեք։ Մասնակցելը նաև ներդրում է։ Մասնակցելը նաև ներդրում է, որովհետև մասնակցելը այս մասնակցություն չի, որովհետև շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը, որ հիմա այստեղ գնաց, լինեն մարմիններ, որ մասնավոր հատվածի այստեղ խոսացածների նկատմամբ հետևողական լինի, չթողնվի կառավարության բարեխղճությանը, ինչը կառավարությունը կնկատի, ինչը չի նկատի։ Ես հիմա բոլոր ոլորտներին առաջարկում եմ, եկեք ստեղծենք այդ կարգի մարմիններ, դե յուրե դրանք հիմնադրամներ կարող են լինել, բայց դե ֆակտո think tank-ներ եւ աշխատող խորհրդատվական մարմիններ, ոլորտները ինչքան փող դնեն, կառավարությունը այդքան փող դնում է։ Եվ մենք այդ top մասնագետներին գնանք վարձենք բերենք, ասենք խնդիրները ձևակերպենք դնենք, ասենք եկեք լուծումները գտեք։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք սել ճանապարհով, որովհետև նոր նախարարություններ, նոր կոմիտեներ, նոր վարչություններ եւ չնայած հիմա մենք ստիպված ենք գնալ այդ ճանապարհով։ Ուրիշ, որովհետև մենք այնքան պրոյեկտներ ունենք, մենք կառավարությունը արդեն սեփական պրոյեկտները կառավարելու խնդրեմ ունի։ Մենք չենք կարող մեր սեփական պրոյեկտները, որովհետև այնքան կապիտալ եւ այլ ներդրումները մեծացրել ենք, մենք հիմա չենք կարողանում մեր պրոյեկտները կառավարենք։ Հիմա մենք այդ ուղղությամբ որոշակի միջոցներ ձեռնարկելու ենք, բայց այսօրվա խոսակցությունը, նաև ռազմավարական խոսակցությունը, նաև եթե այդ կամրջող մարմինները չստեղծենք, այս խոսակցությունները հատվածական են լինելու, ընդհատվելու են։ Հա, ես շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ նախորդ մեր հանդիպումից հետո փոխվարչապետի գրասենյակը հետեւական աշխատել է։ Բայց եկեք դնենք մարմիններ, ում գործը կլինի աշխատելը, օգնել եւ ոլորտին եւ կառավարությանը, որովհետեւ հիմա փոխվարչապետերի բոլոր նախարարների ծարաբեռնվածությունը անընդհատ ամեն օրվա հետ աճում է եւ քաղցառայության հաստիկներ ավելացնելով մենք այդ խնդիրը չենք լուծելու։ Սա մեզ կօգնի եւ ներսում փորձագիտական կարողություններ ձևավորել եւ ունենալ մարմիններ, որը ոչ մասնավորինն է, ոչ պետականինն է, որը գալիս է երկուսից էլ սնվում է հավասարաբար եւ բալանսավորված, բալանսենք ուզում դրանից ավելի լավ բալանս գոյություն ունենալ չի կարող։ Շատ կարևոր է նաև, որ մենք չկղզիանանք աշխարհից։ Շատ ճիշտ նկատվեց։ Օրինակ ակադեմիական քաղաքը, ես մի քանի անգամ ասել եմ, ես համոզված եմ, որ ակադեմիական քաղաքը որպես նախագիծ իրականանալու է ու հաջողելու է։ Ես ընդհանրապես ոչ մի կասկած չունեմ, բայց դա միայն մի բանի շնորհիվ, որ ընդամենը պատահական մենք դուս ենք եկել գերմանական մի ընկերության վրա, ով մասնագիտացած է այդ գործի վրա։ Ընդ որում կներեք, գիտեմ հոգնել եք, ես ուզում եմ պատմությունը պատմեմ ոնց է եղել։ Մենք Մյունխենում էինք եւ գաղափար առաջացավ երեկոյան գնալ համերգի։ Կնոջս հետ էի եւ Աննան առաջարկեց գնանք մի համերգի, նայեցինք ինչ որտեղ մի հատ համերգ կա։ Մեր արարողակարգի ծառայությունը գնաց, եկավ, ասեց, գիտեք ինչ, պարոն վարչապետ, այդ համերգած այդտեղը պատշաճ չի, որ վարչապետը գնա եւ այլն, եկեք խնդրում եմ խուսափենք։ Բան ասենք, այդ ինչ տեղ պետք է լինի, որ ամոթ ըլնի գնալ վարչապետի համար պատշաճ չի։ Գնացինք, պարզվեց նախորդ դարի բանի աղյուսի գործարանը, որը վերափոխվել է համերգասրահի։ Ես որ մտա, նախ այդ աղյուսի գործարան մտա, տեսա աղյուսի գործարանն է, իրոք ասի, բայց իսկականից այս աղյուսի գործարանում որտեղ է համերգ լինելու։ Հետո մտանք մի համերգասրահ, որ ես մտա այդ համերգասրահ, ուղղակի ապշել էի։
ապշել էի այդ համերգասրահի վրա եւ մենք մտածում ենք տանջվում ենք ակադեմիական քաղաքի վրա տանջվում ենք ուղակի տառապում ենք եւ ես ասացի ով է այս ճարտարապետական ինչ ընկեր ով է արել սա եւ մեր դեսպանատոնը կազմակերպեց հանդիպում այդ ընկերության ներկայացուցիչների հետ եւ ես իրանց մեր խնդիրը բացատրեցի եւ իրանք այդ խնդիրը լուծում են միջև հիմա լուծում են այն աստիճան որ իրանք ամեն իրանց այդ հանդիպումից հետո ակադեմիական քաղաքը ինձ համար դառնում է շատ կոնկրետ շատ շոշափելի բան որը ուղղակի տարբերակ չունի չիրականանալու հասկանում եք խնդիրն այն չի իրականանա թե չէ խնդիրն այնա որ դա դրված է այսօր արդեն միրելսի վրա որը ինքն էլ որ ուզենա չիրականանա չի կարա չիրականանա ստեղ է խնդիրը հաջորդը որ ուզում եմ ասեմ հաջորդ օրինակը թվայնացումը ես 2018 թվականից անընդհատ իմանալով թե դա ինչ կարևոր է հայաստանյան տասնյակ մասնագետների հետ խոսել եմ ասել եմ լսեք ես չեմ հասկանում դա ինչ է բացատրեք թվայնացումը ինչ է ժամեր եմ անցկացրել ժամեր բացատրություններ ես չեմ հասկացել չէ ի վերջո եկել է գաղափար ասվել է գիտեք ինչ Էստոնիան արել է եւ կարող են դեղից մարդ կանչենք բացատրի ինչ է թվայնացումը եւ ոնց է արվում հրավիրել ենք մասնագետին մի ժամ խոսել այդ մարդը ասել եմ ես հասկացա թե ինչ է թվայնացումը որովհետեւ ինքը կոնկրետ ասեց թե ինչա թվայնացումը ես տենց մի օրինակ էլ ունեի նախորդ օրը մենք քննարկում ենք Հյուսիս Հարավի հետ կապված մի հարց եւ ֆրանսիական ընկերության ներգրավման հնարավորությունը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը ով երևի մի 10 տարուց ավելի 15 գուցե Հյուսիս Հարավ նախագծի մեջ է մի նախադասություն ասեց ինքը չգիտեմ ֆիքսեց այդ նախադասությունը թե չֆիքսեց բայց ասեց այդ ֆրանսիական ընկերության հետ կա մենք թունելի մասին էինք խոսում ու ինքը ասեց որ իրանք էլ ստանդարտ ասма այս 3 ամիս որ ես բան էի արել 3 ամիս շփվեցի այդ ընկերության հետ ես վերջին 10 տարում այդքան ճանապարհաշինարարության մասին բան չէի սովորել ինչքան այդ 3 ամսվա ընթացքում այդ ընկերության հետ ես նկատի ունեմ ինչի համար եմ սա ասում ես ասում եմ որ մենք պետքա այո անընդհատ սովորելու այդ մղումը այդ մտածողության փոփոխության շատ կարևոր բաղադրիչ է եւ մենք պետքա շարունակենք դա անել բայց իմ ասած առաջի ու երկրորդ հատվածը իրար չի հակասում որովհետեւ այդ նույն եթե պարզվի հիմա այս գաղափարը իրագործում ենք այդ նույն հիմնադրամը կամ այդ համատեղ ձեռնարկությունը կարա նաեւ այդ դրսից հրավիրի բայց կարևորը դրսի մասնագետների ես որ 18 թվին ֆիքսել եմ ամենակարևոր խնդրեմն ինչ է եղել որ իրանք եկել են գնացել գիտելիք չի մնացել այստեղ կամ շատ քիչ գիտելիք է մնացել այստեղ կարևորը որ ամեն մենք ռազմավարական խնդիրն է որ ամեն միջազգային փորձագետ երբ որ մտնում այստեղ մենք այնպիսի մեխանիզմ ստեղծենք որ Իրանից հետո պարտադիր գիտելիքի մի շոշափելի ծավալ, որը համարժեք է վճարած արժեքին անպայման մնա Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ որ մի ուսանող, ինչ որ մի երիտասարդ փորձագետ, փորձառու անպայման դրանից իր պրոֆեսիոնալ եւ կրթական ցենզը ավելացնի։ Ես ուզում եմ խոստովանեմ, որ այսօրվա իմ մասնակցությունից իմ իմացությունը Հայաստանի Հանրապետության մասին մեծացավ։ Ես իմացա բաներ, որ չգիտեի մինչև այս Հայաստանի Հանրապետության մասին եւ կարծում եմ ինձ համար դա ամենամեծ արդյունքն է եւ հույս ունեմ, որ մյուսները նույնպես արդյունավետ են համարում։ Եթե այո, այս նշանակում է այս ձևաչափը կլինի շարունակական, այն էլ եմ ուզում ասել, որ հիմա եթե առաջին ու երկրորդը կազմակերպչական բովանդակային առումով համատենք կիլոմետրերի տարբերություն կա, դուք բոլորդ ներկա եղել եք, առաջինից հետո մենք գոհ ենք շատ, բայց եթե հիմա սկսած վիզուալ, կազմակերպչական եւ այլ մնացած հատվածներում, այսինքն շատ մեծ անգամ կարգի տարբերություն կա առաջինի եւ երկրորդի մեջ, սա ստեղ ամենակարևոր հաջողությունը ինչ է, հաջողությունն է, որ մենք գիտենք սովորել, երբ որ մենք գիտենք սովորել նշանակում է, որ մենք մեր առաջ դրված բոլոր խնդիրները կլուծենք։ Շնորհակալ եմ բոլորիդ մասնակցության համար։